Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV նորից եթերում է եւ նորից ողջունում եմ բոլոր այն ունկնդիրներին, ովքեր սովորականի պես մեզ հետ են մեր կողքին եւ մեր անբաժան ընկերներն են արդեն բավականին ժամանակ։ Սիրելի բարեկամներ, հերթական անգամ, ցավոք հերթական անգամ եմ ասում, որովհետեւ շատ շտապում եմ վերադառնալ Երևան, բայց ստիպված եմ առայժմ Մոսկվայից կապը հաստատել Երևանյան մեր տաղավարի հետ։ Իսկ այսօր մեր տաղավարում մենք հերթական հաճելի հյուրն ունենք, մի անձնավորություն, ում կարծում եմ ձեզանից շատերը լավ ճանաչում են։ Խոսքս Փակ TV-ի ռազմական վերլուծաբան, Պայստազորի փոխգնդապետ, համահայկական ճակատ շարժման կուսակցության խորհրդի անդամ Նարա Գևորգյանի մասին է։ Բարև ձեզ, Տիգին Նարա։ Ողջույն պարոն Ղուշյան, շնորհակալություն կրկին հրավերի համար։ Շատ ուրախ եմ, որ մեր տաղավարում եք, բայց մեր զրույցը սկսենք երևի Դավոսում Հայաստանի Հանրապետության նախագահի ունեցած մտքի հերթական թռիչքներից մեկի մասին խոսելով, նա որոշեց գովազդի այդպես պարտականություններ Ալիևի վերցնել իր վրա եւ դրվարտանքի գովազդի ջերմ խոսքեր ասած այդ փաստորեն անձնավորության հասցեին, ով մեր երկրին նայում է որպես թշնամի, այլ ոչ բարեկամ երկրի։ Տեղյակ եք նրա ելույթին։ Իհարկե տեղյակ եմ, խայտառակ ելույթ, խայտառակ, ասում ուզում եմ շնորհակալություն հայտնեմ Ադրբեջանի նախագահին։ Ինչի համար ես հայտնում, որ մենք այսօր Եռաբլուրում 5000 զոհված զինվոր ունենք եւ զինծառայողներ ունենք, դրա համար ես հայտնում, որ համալրեցիք Եռաբլուրը, հայտնում ես, որ Ղարաբաղը հանձնեցիք, շնորհակալություն ես հայտնում, Կիրանցը հանձնեցիք, Միչանսկի մասին են արդեն խոսում, տարածաշրջանների մասին են խոսում, ինչի մասին է շնորհակալություն հայտնում, սենց թրքահպատակներ երևի մեր երկիրը չի ունեցել, սենց ես չգիտեմ, երևի մեր ժողովուրդը ավելի շուտ իրան շնորհակալություն, Ադրբեջանի նախագահին շնորհակալություն կհայտնեն դեպքում, որ այս տաբրին հավաքի ու տանի իր կողքին նստացնի։ Երկրի ղեկավարը հակառակորդի երկրի նախագահին կանգնում ասում է շնորհակալություն եմ հայտնում ձեզ։ Միա դուք ես հարց չես տվել, գիտեք, գուցե հիմա որ արտահայտվեմ, կարող է ժողովրդի մեջ մի քիչ sense ված, ինչ որ վատ ստացվի, բայց եթե իրանց ազգի մեջից, ցեղից, այդ տաբրի ցեղերի մեջից Եռաբլուրում անձինք լինեին, գուցե այսօր իրենք այտենց չխոսային, իրենք այդ ցավն ու վիշտը հասկանային։ Եթե ինքը այդքան երկրի նախագահ էր, թող հասկանար մեր անհետ կորած զինծառայողների ծնողների վիճակը, մեր զոհված զինծառայողների ծնողների վիճակը, դու ոնց ես անձին ասում շնորհակալություն, որի հրամանով են մեր երեխեքը զոհվել, որի հրամանով սկսվել է 20 թվականի սեպտեմբերի 27-ին լայնամասշտաբ այդ ամբողջ Արցախի երկնայինքով պատերազմն է սկսել, հրահրել է, դու դրան ոնց ես շնորհակալություն հայտնում։ Ես ապշած եմ, ասում եմ, մենք այնքան շնորհակալ կլինենք Ալիևին, որ այս տաբրին հավաքի ու տանի իր կողքը պահի, այս իշխանական տաբրին հավաքի տանի։ Մենք երևի իրեն շնորհակալ կհայտնենք, Ալիևին շնորհակալություն կհայտնենք։ Նարա, դե ԿՊԱ-կան, այսպես ասած, պատգամավորները իրենց մտքի գոհարներով նույնպես չեն այսպես զիջում երկրի նախագահին։ Տեսեք, գեներալ Գագիկ Մկոնյանը հեգնական տոնով անդրադարձավ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին, ասելով թող մտածեն Սիրիայի մասին, որ կարողացան մի կերպ փախցնել այդ երկրի նախագահին Ասադին Մոսկվա։ Դե ես հասկանում եմ իհարկե այս ամենի ասելով ինչ նկատի ունի գեներալը, բայց սա պարզապես երթական անհարգալից վերաբերմունքն է Ռուսաստանի Դաշնության բարձրաստիճան պաշտոնյայի նկատմամբ։ Համամիտ եք։ Համամիտ եմ ասեմ ձեզ, մեկը չկա այդ խամաճիկին ասի, вообще դու քո բերանը մի բաց, մի խոսա, այ ծաղր ու ծաղանք, էլի, այ ինչ ասես դրան։ Ես ասեմ, տարիներ ի վեր Պաշտպանության նախարարությունը խաղաղապահ բրիգադի կողմից
Սիրիային մեկնել մեր զինված ուժերը մարդասիրական այդ առումների մարդասիրական նկատառումներով տարիների վեր Ռուսաստանի շնորհիվ այնտեղ որ այդ ամենը կազմակերպվել է այսօր վեր ես կացել ինչ ես խոսում դու вообще ընդհանրապես տիրապետում ես այնտեղ ինչա կատարվում ինչ չի կատարվում այն ասում է գնա դեմի թղթերը կեր ու մարսե էլի այդ խամաճիկներին որ չեն հանում գցում մեդան այդ է իրանց մակարդակը դա է Իրանք ուրիշ բան չունեն, հələ մի հատ նայեք, ով կան դեղ խելացի նստած, բոլորը այդ հավաքածու են։ Ոնց որ Google-ում նշես, ասես, ինձի անգրագետ մասատուր, այդ մասան հավաքվի իշխանության մեջ։ Էս են իրանք։ Մի հատ ինքը թող տիրապետեր քանի տարի պաշտպանության նախարարությունը զորքեր ուղարկում որպես մարդասիրական օգնություն Սիրիա։ Եվ միջև պատերազմի ժամանակ են ընդեղ եղել խաղապահ բրիգադի զինվորականներ ընդեղ են եղել եւ վերադարձել են 21 թվականի մարտին նոր դա վերջի այցն է եղել Սիրիա ինչի մասին է խոսում այդ նույն ռուսներին գլուխը խոնարհվում էր ժամանակին երբ կոչում էր ստանում երբ իրեն նախկին նախագահները կոչումներ են շնորհում այդ նույն անձը ռուսների դեմը գլուխ էր խոնարհում այսօր վերակացե որ ինչ է խոսում Տնգու տնազ ուր եմ գնում տնազ անելու Իրան ու Քոչարյան Անդրանիկին է դա վերաբերվում կամ ամբողջ այդ ԿՊ-ին է վերաբերվում Բացի տնազ անելուց ուրիշ ոչինչ չունեն դրանք ասում եմ խամաճիկ բերանդ փակին վերընգի տեղդ Ես կուզենայի մենք անդրադառնայինք նաև անցյալ շաբաթ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարի վերջին մամուլի ասուլիսին որում նա հայտարարեց որ ինքը Պաշտպանության նախարարությունում ազատել է աշխատանքի բոլոր այն անձանց, ում հարազատները ունեն այլ երկրների քաղաքացիություն։ Սա ինչ փաստ է, ինչ կարող եք մեկնաբանել այս կապակցությամբ։ Պարոն Ղոշյան, իրանք են, չէ՞, սովոր ինքը իր այդ անմեղսունակ մամլո խոսնակ ունի մի հատ։ Էդի, որ ասեն կեղծա ֆեյքա։ Հիմա ես եմ ասում Թող մի հատ հարց տա իր կադրերի գլխավոր վարչության պետին, արդյոք վարչության պետը իրեն չի խաբե ամբողջ ցուցակն է ներկայացրել։ Ես հստակ տվյալներ ունեմ, որ ինքը ոչ բոլորին է ազատ է աշխատանքից։ Անձինք կային, որ ծառայությունից են արձակվել պայստազոր, ոչ բոլորը։ Հստակ ես գիտեմ։ Այս արձագանքիցս հետո հիմա ասում եմ, թող մի հատ ինքը կանչի իր մոտ վարչության պետին ու ասի Կան մարդիկ, որ իք չեմ ազատել, ես այդ դեպքում կասեմ կեղծիքն ու սուտը ֆեյքով են, ես թե իրենք, ամփառունակ ծառայողնով եմ, ես թե իրենք, ես այդ դեպքում իրեն պատասխան կտամ, ու կասեմ, ես ունեմ տվյալներ, հստակ տվյալներ, ովքեր են այլ քաղաքացիներ, նաև ովքեր ծառայում են առ այսօր, Եվ ասեմ, չմոռանան, ես որ պաշտոնից եմ արձակվել պայստազոր, կադրերի գլխավոր վարչության պետը հիշեցում տամ իրեն, թե ես ինչ պաշտոն եմ զբաղեցրել, էր որ պաշտոնից եմ արձակվել պայստազոր։ Եթե ինքը պաշտպանության նախարարը իր ասուլիսում նման բան է հայտարարում, ես էլ ասում եմ, ոչ, դու ոչ բոլորին ես ազատել։ Քեզ կամ խաբել է քո վարչության պետը կադրերի, կամ դու ընդամենը, այսպես ասած, ջոկողություն ես դրել։ Եթե մեկին ազատում ես, ուրեմն դի բոլորին ազատես, եթե դու հայտարարում ես դա ասուլիսի ժամանակ։ Ես կանրադառնամ, արձագանքը կտեսնեմ, ես մյուս եթերին կանրադառնամ, անուններով, պաշտոններով։ Գրեցին, որ գլխավոր շտաբի պետի հետ կապված ամեն ինչը ֆեյք ու սուտ է, տարածում են ընտանիքի անդամներին։ Ես դրա համար եմ ասում, չմոռանան ինչ պաշտոն եմ զբաղեցրել։ Հիշեցամ։ Նորա, այդ նույն ես պիտի ասեմ, որ այդ նույն մամլո ասուլիսում Սուրեն Պապիկյանը ասաց, որ իրեն շատ հաճախ հարցնում են Սև լճի եւ Հանրապետության մյուսային տարածքների մասին, որոնք այժմ գտնվում են Թշնամու տիրապետության տակ, ասելով, որ այդ հարցով թող դիմեն Հայաստանի Հանրապետության նախկին պաշտպանության նախարարներին, որոնք էր այդ հողերը հանձնվել, ինքը դրա հետ կապ չունի։ Դուք որպես զինվորական, որպես մարդ, որ այդ տարիներին եղել եք մեր բանակում, ականատեսի աչքերով ինչ կարող եք ասել։ Այո, լսեցի, որ ասեց, ես շահառու չեմ այդ հարցի շուրջ։ Պարոն Ղուշյան, ուրեմն Սև լիճ ներթափանցում ա եղել 2021 թվականի մայիսի 12-ին,
Գեներալ Կարապետյանը նոր էր նշանակվել գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնին։ Ներթափանցում եղել է 12-ին, գեներալին հանձնարարվել է ամսի 15-ին մայիսի թե 16-ին մեկնել Սևլիջ բանակցությունների։ Մինչ այդ այդտեղ եղել են Զորամասի հրամանատար, առաջի բանակային կորպուսի հրամանատար, գլխավոր շտաբի պետ, նոր շտաբի պետի տեղակալ եւ շեշտում եմ ընդամենը գեներալ-մայոր Կարապետյանը մեկնել է բանակցությունների 4 օր անց, մինչեւ 4 օրը այդ Զորամասի հրամանատարը ինչով է զբաղված եղել, կորպուսի հրամանատարը ինչով է զբաղված եղել եւ ի վերջո գլխավոր շտաբի պետ այդ ժամանակվա պաշտոն զբաղեցնող անձին եմ ասում, ինչ է կարել, ինչ գործողություններ եք կատարել Սև լճի հետ կապված, որ թողել եք ներթափանցեն ներս։ Այդ դեպքում ինչ կապ ունի ստեղ գեներալ Կարապետյանը, որ բոլորը սենց ասում են գեներալ Կարապետյանը Սև լճում դիրք է հանձնել։ Ինչ կապ ունի դու եւ այսօրվա նախարարը ասում է ես այդ հարցին շահառու չեմ։ Նախ շատ վատ է, որ զբաղեցնելով պաշտպանության նախարարի պաշտոնը կարա ասի ես շահառու չեմ, ինքը ինչին է շահառու, ինքը գիտեք ինչին է շահառու, որ ընկնի ճշտի, ով ում հետ կապ ունի, ով ում հետ է հանդիպում, նախկին զինծառայողների հետ ովքեր են հանդիպում, գործող զինծառայողները ովքեր են հանդիպում, ահա իր ամբողջ բնույթը լինելով պաշտպանության նախարար։ Ավելին ասեմ, տվյալ Զորամասի հրամանատարը այդ ժամանակվա, որ գեներալը վրեն ջղայնանում ասում է ինչ ես թողել ներս մտնեն, ինչ ես թողել ներթափանցեն, շուռա եկել ասում է ես որ զինվոր մահանար հակառակորդի կողմից ինձի գտատեն, բայց հող հանձնելու համար ինձի չեն դատի։ Այսօր այդ անձը զբաղեցնում է տարածքային կառավարման պետի պաշտոնը եւ սեպտեմբերին ստացավ գեներալի զինվորական կոչում։ Այ մի հատ շահառու հարցրու իրան, խես թողեն ներթափանցեն։ Ես շահառու չեմ այդ հարցին, հարցրեք նախկիններին, մեկ էլ ինչ որ ասեց անձ, որոնց դե ձեռքերն է լվացել, այո, գեներալ Կարապետյանը ձեռքերը Սև լճում լվացել է, դիպուկահարի նշանառույթակ եւ ես վերջին հարցազրույցում ասել եմ, խորհուրդ եմ տալի գնաս Սևանա լճում ձեռքերդ լված դիպուկահարի հակառակորդի դիպուկահարի նշանառույթակ գտնվելու դեպքում, տեսնեմ կանեք թե չեք անի։ Իրենք սովոր են այդ բարդ են ամեն ինչը, մենք մեղավոր չենք։ Ասում եմ, իրա շահառուն միայն լինելը ով ում հետ կապ ունի, ով կապ ունի Կարապետյանի հետ, ով կապ ունի Նարայի հետ, իրենց մենակ էդ է, իսկ ինքը չի մտածում, որ գուցե մենք էլ կարող է ճշտենք, ինքը ում հետ կապ ունի, ինքը ում հետ է հանդիպումներ ունենում, գուցե դա էլ ճշտենք մի օր հրապարակենք։ Նարա, գիտեք, ամեն անգամ երբ ձեզ լսում եմ կամ ձեզ հետ զրուցում եմ, ակամայից ինձ մոտ հարց է առաջացնում։ Այնուամենայնիվ ինչն էր պատճառը, որ ձեզ ուղարկեցին Պահեստազոր։ Շատ լավ հարց տվեցիք, պարոն Հույշյան։ Հարցն այն էր, որ այո, ուսուցչուհի Պապիկյանը վաղ տեսավ։ Ես ասել եմ, չէ, ինքն ինձ անձամբ չի ճանաչում։ Ճանաչված գրող Ազիզյան Արամ կա կադրերում, իր զուգընկերուհի Եհովայի վկա Սամսոնյան Նունիկի հետ, ռազմական ոստիկանության օպերգծով տեղակալի, մյուս տեղակալի եւ կադրերի գլխավոր վարչությունում մի հատ ճաղատ գլխով տեղակալ կա 7 երկրի շպիոն, իրանց շնորհիվ անանուն նամակ գրեցին, իբր թե գրեցին անանուն նամակ եւ այդ անանուն նամակի հիմքի վրա քրեական գործ հարուցեցին, ընդհուպ այդ քրեական գործը վարում էր 4 կայազորային քննչական մի հատ քնիչ կա Խաչատրյան Արտուր, էլի երկող, գրող, նկարող, նկարիչ քնիչա, ինքն էր վարում ու այդ քրեական գործի շրջանակներում բոլորին կանչեցին բացի ինձանից եւ ընդեղ ընդ որում ասեմ բավականին անձինք բարձր պաշտոնատար գնացին սուտի ցուցմունքներ տվին, որ օրը կգա բարին հետ իրենք պատասխան կտան, ընդհուպ միջև էս պաշտպանության նախարարը քարտուղարության պետ ունի, որ երբևիցե ոչ տեսել եմ, ոչ է ճանաչում, ինքն էլ է ցուցմունք գրել, կադրերի գլխավոր վարչության պետն է ցուցմունք գրել, որի ամբողջ ծառայությունը հարթել է գեներալ-մայոր Կարապետյանը, եւ դրա շնորհիվ ինձ արձակեցին Պահեստազոր, բայց ես այս հարցին ավելի մանրամասը կանրադառնամ ձեր մյուս եթերին, եւ իմ հարցին եւ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի հարցին ես ես խոսք է տվել, ինչպես իրեն հանեցին նաեւ գործից։ Ես ավելի մանրամասը կանրադառնամ։
իրենք կազմակերպել այդ գիտեք գեներալ Կարապետյան բառից բուն իմաստով շոեր, թե ոնց էին կազմակերպել։ Իհարկե ռազմական ոստիկանության այդ երկու լնգու լավազները, տեղակալները հիմա պայստազորում են, արձակվեցին պայստազոր, իսկ այդ Ազիզյան Արամ կոչեցյալը այսօր է փորձում է իր զբաղեցրած պաշտոնում ուրիշների ոտերի տակ քանդի։ Կանրադառնամ ես այդ հարցին շատ մանրամասն։ Հիշատակեցիք գեներալ Արշակ Կարապետյանի անունը, տեսեք գեներալը երբ վերջերս հայտարարեց, որ իր տրամադրության տակ կան փաստեր, որոնք ինքը շուտով կհրապարակի եւ մարդիկ կտեղեկանան, թե իրականում ովքեր են այսօրվա մեր իշխանավորները, շատ մարդիկ մեզ անընդհատ գրում են, թե ինչի չի հրապարակում, եթե կա, ինչն է պատճառը։ Ես գիտեմ, որ եթե Արշակ Կարապետյանը հայտարարում է մի բան, որ ինքը շուտով կհրապարակի, եւ լավ ճանաչելով գեներալին, գիտեմ, որ նա եթե հրապարակեց այդ փաստաթղթերը, ուրեմն սիրելի բարեկամներ, հավատացեք, որ դրան հաջորդելու են շատ լուրջ գործողություններ։ Նարա, դուք ինչ կասեք այդ կապակցությամբ։ Այո, պարոն Հուշյան, մեզ էլ են հարցեր տալիս, որ ասել է ինչի չհրապարակում, հիմա սենց հարց, եթե հրապարակեց, վաղը օրինակ հրապարակեց, 2-3 օր դա սենց ցանցերով խոսացվեց, էփվեց եւ այլն, եւ անցավ մոռացության, ինչ օգուտ է հրապարակումից։ Օգուտ չկա, ես տեղյակ եմ այդ փաստաթղթից, կհրապարակի այն դեպքում, երբ 2-3 ժամ հետո այս իշխանությունները չեն լինի արդեն։ Այդ դեպքում կհրապարակի։ Ես միշտ ասել եմ եւ կրկին կրկնում եմ, ոչ մեկ չխափնվի համբերությանը գեներալ Կարապետյանի, իր այդեն զուսպ լինելուն չխափնվի։ Ես նաեւ ձեր հարցազրույցներից մեկում ասել եմ, ինքը երկար դիստանցիա լողացող է, իսկ երկար դիստանցիա լողացողները շատ համբերատար են։ Իդեպ որպես լողորդ ասեմ, ես կարճ դիստանցիա լողացող եմ։ Ես այդ համբերությունը չունեմ։ Եվ ասեմ, կրակելու է դիպուկ եւ ցավոտ։ Այդ թուղթը հրապարակելուց հետո։ Էնպես որ թող բոլորը անհամբեր սպասեն։ Ես տեղյակ եմ այդ փաստաթղթից, կրկնում եմ։ Փաստաթղթերը կան եւ կհրապարակի։ Ոնց ասում է մեր առաջնորդը Սիմուս վայո վրեմե։ Նարա, գիտեք, վերջերս շատ հետաքրքիր հայտարարությամբ հանդես եկավ ԿՊԱ-կան պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, ասելով, որ բոլոր նրանք, ովքեր չեն ծառայել բանակում, նրանք իրավունք չունեն զբաղեցնելու բարձր պաշտոններ։ Տեղյակ եք այդ մասին։ Այո, տեղյակ եմ, անկեղծ ասեմ, զարմացա, որ նման բան հայտարարեց Խաչատուր Սուքիասյանը։ Այդ դեպքում ինքը որ դա հայտարարում էր, ինքը չէր նայում իր այդ ԿՊ-ի վարչությունը, ԿՊ-ի այդ կուսակցությունում ովքեր են զբաղեցնում։ Եկեք մեր ուժայիններից սկսենք, կրկնվեմ էլի, պաշտպանության նախարար իր տեղակալներով։ Ոչ մեկ չի ծառայել զինված ուժերում, ոչ մեկ։ ՄՎԴ-ն, արտաքին հետախուզություն, ազգային անվտանգությանը չեմ անդրադառնում, որտեղ այնտեղ կան բավականին ծառայողներ կան, որոնք ծառայել են եւ անցած ուղի ունեն։ Ոստիկանություն, հլեկեք տեսնենք ով է բանակում ծառայել, անցնենք ազգային ժողով, ովքեր են բանակում ծառայել, ես ասել եմ, չէ, ԿՊ-ն աբիժնիկա բանակից, իրենք ոչ մեկ չեն ծառայել, իրենք այդ համազգեստը տեսնում են, ես չգիտեմ, իրենք վատանում են այդ համազգեստից։ Այսօր ամենահզոր կառույցը պետքա զինված ուժերը տնի, զինված ուժերի նախարարն է ծառայածը, հանրաճանաչ սպայն դանակահարողը։ Ինչի մասին է խոսք։ Ուրեմն պետքա այդ ամբողջ իրենց իշխանությունը հանես ու պաշտոնազուր կանես։ Եթե իրենց ԿՊ-ի կուսակցության անձն է դա ներկայացուցիչն է դա հայտարարում։ Ախր որ դուք հայտարարում եք, դուք չեք տեսնում, որ ձեր սաղ 4 կողմը բանակում չծառայացներ են։ Այսօր էլ համացանցում գրած էր, որ Թորոսյանին էլ էին անդրադարձել, որ բանակում չի ծառայել, ըստ իմ տեղեկությունների, եթե իմ հիշողությունը ինձ չի դավաճանում, սա զորակոչվել է որպես երկտարեցի
Սյունիքի մարզի զորամասերից մեկում այնտեղ չի կարողացել ծառայություն անցկացնի, չի դիմացել տամենին, տեղափոխել են հոսպիտալ, որից հետո վաղ ժամկետ արձակվել է Պահեստազոր։ Կրկին չի ծառայել բանակում։ Այսօր այս կատեգորիան կարա մեծ խոսա ու ոնց է արտահայտվում, ասում է Ադրբեջանից, Լեռնային Ղարաբաղից 11 հայեր վերադարձան։ Դուք պատկերացնում եք սա ինչ է հայտարարում։ Այսինքն իրենք համարում են, որ Լեռնային Ղարաբաղը դա Ադրբեջանն է։ Այս թրքա հպատակների վերջը ի վերջո գալու է երևի, որ սրանք հասկանան Լեռնային Ղարաբաղը դա Ադրբեջան չի։ Դա չի նշանակում, որ ձեր ձեռքով հանձնեցինք Ղարաբաղը, ուրեմն ինքը Ադրբեջանա վերջ։ Ի վերջո Ղարաբաղը երևի թե հետ կբերենք։ Մենք չէ, էլի, արդեն իշխանափոխությունից հետո։ Նարա, որոշում ընդունվեց, որ հունվարի 27-ը պիտի հայտարարվի հայրենիքի համար զոհվածների հիշատակի օր։ Համամիտ եք դուք նման որոշման հետ։ Իհարկե համամիտ չեմ։ Ասեմ ինչի որոշվեց այդ էլես ՔՊ-ի կողմից, Ադրբեջանը հարձակում է, լայնածավալ հարձակում է գործել 20 թվականի սեպտեմբերի 27-ին։ Ես շեշտում եմ, ամբողջ Արցախի երկայնքով մեկ։ Երեխեք ունենք զոհված հենց այդ օրը, չէ որ ծնողները գնում են այդ օրը եռաբլուր խնկարկում են։ Սրանք Ալիևից վախեցան, որպեսզի ասեն այդ օրը դու ես հարձակում գործել եւ այդ օրը պետքա հարձակման օրն է, պետքա մենք հենց այդ օրը նշենք, սրանք վախեցան, տեղափոխեցին հունվարի 27 եւ ասեմ, դա սքի օր է։ Հաջորդ օրը բանակի օրն է, տարիներ ի վեր բանակի օրը մեծ շքով է նշվել, մեծ ուրախությամբ է նշվել։ Օպերայի դահլիճում համերգներ են արել, որից հետո զորամասերը իրենց անձնակազմով ամեն մեկը նշել է տարբեր տեղերում։ Այսօր իրենք այդ ամենը անում են, որպեսզի սուքը նաև էլ չկարողանաս հաջորդ օրը դու ուրախության օր նշես, որ բանակի օրն էլ ի վեր կրճատեն, բանակի օրն էլ նշելու, օրն էլ հանեն, սա դրան է տանում։ Եվ ասում եմ, որ նաև վախեցան, որ Ալիևը կարող է պապան ջղայնանա իրանց վրա, թեխեք սեպտեմբերի 27-ը նշում այդ սքի օրը։ Այդ օրն է հարձակում գործել, այդ օրը նշեք, խեք բերե հունվարի 27։ Անեք դեկտեմբերի 27, նոյեմբերի 27, խի հունվարի 27, որի հաջորդ օրը լինում է բանակի օրվա կապակցությամբ այդ օրն է նշվում։ Այսինքն սենց ուզում են ասում տանեն նրան, որ բանակի օրն է վերանա։ Իրանք է դրան են տանում։ Ոնց կարա սեպտեմբերի 27 այդ չարաբաստիկ օրը դու փոխարինես հունվարի 27-ով։ Ամեն ինչ անում են, որ սենց խոնարվեն, գլուխները կզեն Թուրքիա առաջ, կոշիկներն է լիզեն, ամեն ինչ անում են դրսի Ադրբեջանի թելադրանքով։ Խիկարան սրանք, անկեղծ ասեմ, ելույթը լսեցի մեր առաջնորդի եւ լավ ասեց։ Կարող եք մի հատ ադրբեջանցու կամ Թուրքիա ասֆալտի փռեք, կարաք ռիսկներդ կների։ Դե դուխներդ թողների մի հատ ադրբեջանցու ասֆալտին փռեք։ Ես շնորհակալ եմ մեր հերթական ուրիշ կապի համար, լավ եղեք, ամենակարևորը պինդ եւ առողջ։ Կարծում եմ առաջիկայում առիթ կունենանք նոր հանդիպումների, իսկ այսօր այսքանով ավարտենք մեր զրույցը եւ սիրելի բարեկամներ հիշեցնեմ, որ հերթական անգամ Մոսկվայից ուղիղ կապով զրուցում ենք Երևանյան տաղավարում գտնվող մեր ռազմական վերլուծաբան Պահեստազորի փոխգնդապետ Նարա Գևորգյանի հետ։ Այսօր այսքանը սիրելի բարեկամներ, մնացեք լավատես եւ հավատացեք, որ իսկապես լավ օրերը դեռ առջեվում են։ Ցտեսություն։